Տղաներ, էդ ինչ եք անում։ Խառնում ենք։ Ինչն եք խառնում։ Կեյրը։ Ինչի համար։ Որպեսի ներկենք ծառերը։ Հետո։ Մենք պետք է ներկենք այս ծառը, որպեսի լվիճները չփչացնեն, մրջուրները չփչացնեն, հատկապես միջատները չփչացնեն։ Էդ ինչ ծառ է, Երվանդիկ, էս ինչ ծառ։ Ծիրանի ծառ է։ Արդեն ծաղկել է, հա, ձեր ծիրանի ծառը։ Ես մենք հիմա պետք է ներկենք այս ծառը։ Դե հələ ներկեք տեսնենք ոնց եք ներկում։ Առաջինը թող Երվանդիկը ներկի, հետո որ իրար չխանգարեք։ Եվ մենք ծրատել ենք լցնում ներքը, ու ներքում։ Այ ապրես դու։ Հիմա Դավիթը։ Հիմա Դավիթ, դու շարունակիր ներքումը։ Հիմա նայեք, մենք արդեն այս ծառը ներկել ենք և արդեն չենք կարող միջատները փչացնել այս ծառը։ Իսկ սրանք ինչ ծառեր են, Երվանդ։ Սա խնձորի ծառն է, որ մենք կներկենք։ Այս երկուսը սալորի ծառերն են։ Այս մեկը կարմիր գիլասի ծառն է, իսկ այս ծառը դեղին գիլասն է։ Լավ։ Սա մեր քավորներն են, որը խնձորի ծառ է, սա ավելի մեծ խնձորի ծառ է, սա մայրիկս ասում է, որ իրենց աղջիկներն են։ Ճիշտ է, ծաղիկները աղջիկ են, իրանց չի կարելի, չէ՞, Հա, փչացնել։ մենք արեք հաշվենք, թե ինչքան աղջիկ ունի իմ մայրիկը։ Հա, շատ։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14։ Ապրի Դավիթը, ապրի։ Այս ծառն էլ պծանք։ Այս ծառն էլ փրկեցիր, չէ՞ լվիճներից։ Հիմա անցանք այն մեկին։ Դեղցի ծառին։ Հիմա անցանք, ճիշտ է, սա էլ է դեղցի ծառ։ Եվ ներկում ենք էլի։ Ապրեք, ապրեք։ Շատ մեծ օգուտ եք տալիս ծառերին։ Իմ մայրիկը ունի 20 հատ աղջիկ։ Ես հաշվեցի։ Ճիշտ է, բոլորը իրանց այգիները պիտի պաշտպանեն լվիճներից, որ լավ բերք տա։ Հատկապես բոլոր միջատները, որ չվնասեն այս ծառերը, սիրուն ծառերը։ Ապրեք։